Շարունակում է առավոտ լուսով վիկենդը սիրելիներս, իսկ այս պահին եկեք միասին դիմավորենք Դերասանուհի Ռոզի Ավետիսովան է մեր տաղավարում եւ Չքնաղ Գրեյը, որը ամաչում է, մի քիչ ամաչկոտ է Գրեյը։ Բացահայտ դուր չի գալիս այս պահին մեր տաղավարում գտնվելը, անծանոթ միջավայր է նրա համար, բայց դեռ չգիտի մեր տաղավարն ինչքան մոգական է, ջերմ, սիրուն եւ ինչ լավ է այստեղ գտնվելը։ Աչուկները սկսեցին երևա։ Աստվածի։ Տեսնենք քեզ բոլորը։ Հոձոք։ Լավ, ոչինչ, ինքը մի քիչ թող ամաչի, ընթացքում կընտելանա կբացվի, միշտ եք կենդանիներ սիրել։ Ինչ որ մի շրջան եկավ ու հասկացաք, որ կենդանի եք Չէ, սիրել։ միշտ մանկուց երևի եթե որքան ես եմ հիշում, երևի 2.5 տարեկանից հիշում եմ իմ այդ կոնտակտը կենդանիների հետ, հատկապես պապիկիս տանը կային շունիկներ, կատուներ, բայց հիմնականում այդ շրջանում երբ փոքր էի շունիկներ էին ու եւ սիրում էի եւ պարտադիր ուզում էի ֆիզիկական կոնտակտ ունենալ իրենց հետ, այսինքն կպնել, գրկել, սիրել, այդ շատ կարեւոր էր։ Ու առհասարակ վախ չունեի, ինչը երեխայի համար մի քիչ վտանգավոր է։ Դե հա։ Որովհետեւ հիշում եմ, երբ հայրս ինձ գազանանոց էր տանում, ուզում էի առուծին էլ սիրեի, չգիտեմ, արջին էլ սիրեի, այսպես վտանգավոր էր դառնում այդ փաստը։ Ինչ լավ է, որ այդտեղ ապահովության համար հեռավորություն կար։ Իսկ հիմա առավել եւս։ Հիմա հա, Մի քանի այն ժամանակ papan պինդ ձեռքս բռնում էր, որ հանկարծ վանդակում չհայտնվեմ։ Ակտիվ ես եղել։ Շատ։ Աստվածներ։ Առաջին կենդանին, որը ձեռք բերեցիք, երբ էր դա, ով էր նա։ Առաջի կենդանիս եղել է ծովախոզուկ, ինձ նվիրել էին, մոտ 3 տարի ապրեց ու հետո անկեց 3 տարի անց, ասում են, որ իրենք կարճ են ապրում, հետո ծովախոզուկից տարիներ հետո առաջին կատուս նվիրեցին ինձ, իմ ծննդյան նվերներ, ընկերներիցս մեկը նվիրեց, ցավոք ինքը հիմա չկա, առողջական խնդիրներ ուներ ու հետո ես որդեգրեցի Թինային եւ Գրեին։ Հա, այսքան Գրեյը եւ Թինան Որդեգրված փիսիկներ են։ այդ ճանապարհով հայտնվեցին ձեր կյանքում։ Ու արդեն ինչքան ժամանակ է։ Արդեն 2 տարուց ավել։ Երկուսն էլ։ Երկուսն էլ։ 2 տարուց ավել։ Այո։ Միաժամանակ են եկել 2 շաբաթ տարբերությամբ։ Իսկ ինչպես են արձագանքում, երբ որ երկար ժամանակ տանը չեք լինում, դեկարանումների աշխատանք։ Կարոտում են ինձ թվում է։ Նախ որովհետև երկուսն էլ գալիս են ինձ դիմավորելու, ասում են, որ շունն է դիմավորում տիրոջ անպայման, բայց այդպես չի, կատուներն էլ են դիմավորում, եւ իրենք երկուսն էլ գալիս են ինձ դիմավորելու ու ցույց են տալիս, որ կարոտել են, որտեվ այնտեղ գլխով կսվում են քեզ, դռում են, սիրեն, վիբրացիաներ են անում ու հասկանում ես, որ իրոք կարոտել են այդ շրջանում, երբ տանը չէիր, որովհետև կերի կոմֆորտի պակաս հաստատ տանը չեն ունեցել, մնում է այնտեղ միայն կարոտը։ Իսկ ողջ չարության համար են գալիս այդպես կսպրտվում, որովհետև տունը սա տակտու վրա է արված։ Չէ, տունը տակնու վրա չեն անում, իրենք քնում են, շատ երկար են քնում։ Իրենք ակտիվանում են այն ժամանակ, երբ ես եմ գնում տուն, այսինքն հասկանում են, որ ես եկա եւ մենք կարող ենք խաղալ միասին ու սկսում են ակտիվանալ։ Բայց երբ ես տանը չեմ, հիմնականում հնարավոր է 8-10 ժամ իրենք քնեն։ Պահարանների վրա բարձրանալ, սեղանների վրա քանդու քարապանել։ Չէ։ Պահարանների մեջ սիրում են, իրականում Գրեյը իմ բոլոր պահարանների դռները կարողանում է բացել, բոլորը։ Կապ չունի դրանք ուժեղ են, թույլ են, պինդ են փակվում թե ոչ, ինքը բոլորը բացում է ու մտնում է ներս։ Այսինքն կատու պահելը հեշտ է։ Շատ։ Բարդ բան չկա։ Չէ։ Նախասիրության հարց է։ Բարդ չէ, որովհետև իրենք շատ ինքնուրույն են, շատ։ Եթե համեմատենք շների հետ, ինքնասածի, ոչ թե իրենք հասկանում են, ես կարծում եմ իրենց IQ-ն բավականին բարձր է եւ շատ անգամ շնեցել։ Իրենք հասկանում են, բայց չեն ուզում ենթարկվել։ Այդ է խնդիրը, բնավորության խնդիրը։ Իսկ ինչ բնավորություն ունեն Գրեյն ու Թինան եւ արդյոք համերաշխ են իրար հետ ու բախումներ չեն։ Համերաշխ են, բայց շատ տարբեր են։ Շատ։ Թինան ակտիվ է, երբ տունը մարդ է գալիս, ինքը սիրում է ծանոթանալ, հետո սիրում է այնպես անել, որ իրեն սիրահարվեն, իրեն սիրեն, աղջիկ է ամբողջությամբ։ Ես ասում եմ 5 րոպեում ցանկացած հյուրի իրենով է անում, իսկ Գրեյը հենց անծանոթ մարդ է գալիս, թաքնվում է մահճակալի տակ կամ որտեղ որ հնարավոր է։ Չեք ուզում ասել, ես կասեմ։ Շատ լավ։ Ինչպես հիմա։ Դե հիմա ամաչում է, Ինքը չգիտի, որ ինքն է եկել մեզ հյուր։ Մտածում է տեղանքը փոխվեց, մենք ենք իր հյուրերը, բայց չի ուզում։
Կամ էլ հիմա այն 8-ից 10 ժամ ընկնող հատվածն ինքը պետք է քնի։ Շատ լավ։ Չէ, դժվար քնի։ Ռոզին էր կարոտել, ուղղակի այդպես գրքի Ինձ հաստատ կարոտում է։ Շատ հաճախ մարդիկ, ովքեր ուզում են ձեռք բերել կենդանի, բայց չգիտեն ինչպես ձեռք բերեն, ինչպես խնամեն, այ կարևոր է նաև ձեր կարծիքը, որոնք են ամենակարևոր կետերը, որոնք կառանձնացնեք կատուների խնամքի, սննդի եւ առողջության պահպանման հարցում։ Ես կարծում եմ ցանկացած կենդանու հարցում առաջինը պետք է ունենալ մեծ պատասխանատվության զգացում։ Եվ այդ պատասխանատվությունից ծնվում է քո հոգատարությունը, որը քեզ ստիպում է շատ հետաքրքրվել եւ կարդալ քո կենդանու մասին, ուսումնասիրել իրեն, հասկանալ ինչ է կարելի նրան, ինչ չի կարելի, ինչպես պահպանել անվտանգության կանոնները, հոգ տանել ու սիրել։ Սիրելը ինձ համար հենց դա է կենդանում։ Այդ սիրելը ասվածի մեջ ամբողջ չկա պատասխանատվություն, հոգ տանել, ժամանակ հատկացնել իրենց։ Բայց կարծում եմ երևի որ սիրում ես, հենց այդպես է լինում է, ավտոմատ կերպով է լինում, որովհետև իրենք ինձ շատ բան են սովորեցրել։ Ինչ օրինակ։ Օրինակ լինել պատասխանատու, հոգ տանել մեկ ուրիշի մասին, հենց իրենց մասին, լինել համբերատար, իրենք շատ համբերատար են։ Օրինակ իրենք կարող են ժամերով որս անել, համբերատար որս անել։ Եթե ուսումնասիրենք իրենք մեծ համբերություն ունեն։ Մենք մարդիկս չունենք, բայց իրենք ինձ դարձրել են շատ համբերատար։ Եվ վստահ եմ նաև անմնացորդ սիրել։ Այո։ Հատկապես կարևոր է որ անշահախնդիր։ Անշահախնդիր, այս դեպքում այո, անշահախնդիր։ Երբեմն կենդանիները սոցիալական կայքերի աստղեր են դառնում։ Երբևէ մտածել ես էջ բացել կամ գուցե բլոգինգով զբաղվել կատուների հետ կապված։ Հնչեղել է Թինա Գրեյ։ Չեմ մտածել, բայց լավ գաղափար է, գուցե, որովհետև ես ինքս շատ եմ հետևում սոցիալական ցանցերում կենդանիների էջերին եւ երբ իմ հեռախոսը բացում ես, իմ Instagram-յան ալգորիթմը բերում է միանգամից հիմնականում հենց կատուներին, այդպես կարելի է ասել, որ այո, կատուներին եւ կատուներին շատ-շատ տարբեր տեղեր են օգտագործում նաեւ գովազդից ելնելով, որովհետև այնտեղ որտեղ որ կան կատուներ, ես գիտեմ, որ գովազդը շատ հաջողում է։ Իրենք այդպես են ազդում, այդ ալգորիթմի մեջ այդպիսի լավ ազդեցություն ունեն։ Դրա համար գուցե ինչու ոչ, գուցե մի օր Թինա Գրեյ դուետը հանդես գա։ Շատ սիրում մտածեցի Ռուբեն, բրավո։ Թինա Գրեյ։ Դե իրանք ստիպեցին, ես ինչ արեցի։ Լավ, այսօր ընտանիք կենդանիների պաշտպանության օրն է եւ առիթից օգտվելով մենք մի փոքր խոսենք նաեւ նրանց պաշտպանության մասին։ Հետաքրքիր է քո քայլերը, երբ որ դու դրսում անպաշտպան կենդանիներ ես տեսնում, որոնք են ու որոնք պետք է լինեն նաեւ մնացած այլ մարդկության կողմից փողոցում հայտնված կենդանիների նկատմամբ։ Առաջինը կերակրել։ Եթե տարածքում կամ ինձ մոտ պայուսակի մեջ պատահում է, որ կեր կա, իսկ երբեմն պատահում է, որ միշտ ավել կեր են պահում դրսի կատուների համար եւ կատուն հիմնականում կատուների, որովհետեւ տանը ես կատու ունեմ եւ կերը հասանելի է, բայց եթե տարածքում կա խանութ եւ կան շունիկներ, իհարկե շունիկներին նաեւ եւս կերակրել եւ ասեմ տարբերություն չեմ դնում շուն, կատու, հա, որովհետեւ ես այսպեսի մի բան կա, կատու սիրողները իրենք իրականում կենթանասերներ են։ Իրենք նաև սիրում են շներ, չգիտեմ, այլ կենդանիներ, իսկ շուն սիրողները մեծ մասամբ լինում են միայն շուն սիրողներ։ Գուցե իրենք կատու կամ այլ կենդանի չսիրեն եւ չընդունեն։ Այդպիսի տարբերություններ կա եւ ես դա իրոք նկատել եմ։ Ինչևէ, առաջինը կերակրելն է, երկրորդը, եթե հնարավորություն ունեմ որդեգրման հայտարարություն տալու, որ փիսիկը կամ շունիկը տուն գտնի, տարածել այդ հայտարարությունները, ինքս հայտարարություն անել, խնդրել ընկերներս տարածեն։ Այս վերջերս 3 այդպիսի փոքրիկ ձակուկներ, որոնք իմ մուտքում էին ապրում, գնացին ապահով տարածք, որովհետև իրեն մեկին որդեգրեցին, երկուսին ժամանակավոր ապահով տարածք տվեցին։ Ես 15 օր մոտավորապես իրենց խնամում կերակրում էի իմ մուտքում, բայց հասկանում էի, որ մի օր իրենց դուրս են հանելու, որովհետև մուտքի բնակիչները այնքան էլ կողմ չէին, բայց փառք Աստծո իրենք հիմա ապահով տեղում են։ Եվ ամենակարևորը այդ վերաբերմունքը կենդանիների նկատմամբ, որ կոպտություն, բռնի Ես կարծում եմ, որ այդ արդեն լուրջ հոգեբանական խնդիրներ են, որը ես չեմ կարող որևէ լուծում տալ դրան կամ ասել ինչ անեն, որովհետև եթե մարդը ի վիճակի է իրենից թույլին վնաս հասցնել կամ հարվածել, ճնշել, ինչ որ մի կերպ վնաս հասցնել, ես կարծում եմ դա լուրջ հոգեբանական խնդիր է
եւ այդպիսի մարդիկ պետք է իրենք մտածեն, ինչու են իրենք արդյոք այդպես անում։ Գրեյ չի քնել, չէ։ Չէ։ Գրեյ։ Գրեյ։ Ցակ։ Արիլ քեզ տեսնեմ։ Չէ, չես ուզում քեզ տեսնել։ Հրաժարվում է ամեն կերպ։ Օ, ճոքու, չէ։ Ինչպես են սկսվում ձեր առավոտները տանը։ Այ, շատ հաճելի։ Նախ իրենք երկուսն էլ հենց հասկանում են, որ ես արթնացա։ Չգիտեմ, այնտեղ զարթուցիչս զանգեց, թե ես արթնացա, հենց տեսնում են անմիջապես գալիս են իրենց քնած տեղից վազում են ինձ մոտ անկողին, որ ինձ ասեն բարի լույս եւ սիրեն ինձ։ Այսինքն օրը սկսվում է հենց նրանցով։ Ոչ երաժշտություն, ոչ սուրճ, ոչ օրը սկսում են իրեն նրանց սիրով, այսպես ասեմ։ Լավ։ Քանի որ տարին կամած մոտենում է իր ավարտին, դե հաշված օրերը մնացել ամանորին, որ գա 1 ամիս եւ վերջ։ Փորձենք ամփոփենք, ինչպիսն է 2025 թվականը ձեզ համար։ Ինչ լավ ձեռքբերումներ եղան, ինչ հետաքրքիր նախագծեր։ Ոյ։ Հաշվի առնենք նաեւ որ այսօր աշնան վերջին օրն է։ Բուրըն եւ նաեւ խաղաղ։ Աշխատանքային առումով շատ հաճելի, որովհետեւ եղան 2 մեծ նախագծեր։ Մեկի մասին մի փոքր ուշ կխոսենք, մեկը արդեն էկրաններին է, խոսքը մոլորվածի մասին է եւ մեկը մեկից տարբեր եւ մեկը մեկից ինձ համար սիրելի նախագծեր, որոնց համար ես շատ ուրախ եմ։ Գումարած դրան թատրոնում իմ խաղացանկում ավելացավ եւս մեկ ներկայացում Ուիլյամ Սարոյանից, իսկ ընդհանուր առմամբ շատ խաղաղ։ Գոհ եք 2025 թվականից ու հատկապես այս տարվա այս վերջի օրերը աշուննել ենք ճանապարհում, աշնանից էլ եք գոհ։ Այո, շատ գոհ եմ։ Իսկ ինչ նորություններ սպասենք Ռոզի Ավետիսովայից։ Դեռ չեմ կարող ասել նորությունների մասին, որովհետև քննարկման փուլում եմ 2 տարբեր ֆրոնտով, այսպես ասեմ, բայց նորություններ կլինեն։ Կարծում եմ կամ տարեվերջում։ Լավ, գոնե ասեք ու Եվ թատրոն եւ կինո։ Մեկ նորություն է թատրոնից, մեկ նորություն է կինոից։ Այո։ Հրաշալի է։ Բայց վստահ եմ, որ դեռ առաջարկները շատ են լինելու ու վստահ եմ, մենք մոլորվածի մասին շատ ենք խոսել նաև մեր տաղավարում, առանց ենք ունեցել հանդիպել ռեժիսորի, սցենարիստների, դերասանների հետ զրուցել ենք բոլոր մանրամասները այսպես կիսվել ենք նաև մեր հեռուստատողների հետ։ Եվ նոր նախագծեր ունենք եւս որի մասին կհասցնենք խոսել։ Այո, մենք արդեն հետաքրքրությունը այսպես մեզ մեջ մցրեցիք, որ մենք պետք է դեռ Այո, մենք դեռ ունենք արժեվ շատ սիրուն նախագիծ, որի մասին վստահ կխոսենք։ Շատ լավ, շատ շնորհակալություն, որ մեզ հետ սկսեցիք։ Մենք էլ շնորհակալ, Գրեյ, մենք շնորհակալ ենք, չէ՞։ Իսկ թվում է էլ չի ամաչում, նա ուղղակի հարմարվեց այդ դիրքին, շատ լավ է, Ռոզին է հանդիպել։ Ինքն էլ է շնորհակալ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք այս հանգստյան օրով։ Եվ իսկ մենք ձեզ լավ օրվա շարունակություն ենք իհարկե մաղթում։ մաղթում։ Ձեզ նույնպես։ Իսկ մենք շարժվենք առաջ։ Գրեյ, շարժվենք առաջ, ինչ ես ուզում Գրեյ անենք։ Գրեյ, ինչ ես Մի ուզում։ բան կասես։ ախ, Աչուկները։ Ջուն։ Գրեյ։ աչքեր։ Գրեյ։ Վերջապես տեսամ քեզ մի փոքր։ Լսենք երաժշտություն։ Բայց պետքա սիրենք նաև Գրեյ։ Իհարկե պիտի սիրենք։ Դուք երաժշտություն լսեք, մենք գնանք նրա կանչող աչքերի մոտ։